Այս պահին Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում ենք, այժմ գիշերը 1:17-18 է։ Ով ում ինչպես կստուգի այս հարցերի պատասխանները այս 10 էջում են։ Օգոստոսի 8-ից 5 ամիս անց ուշադրությունը կրկին ուղղվեց Վաշինգտոն։ Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները համատեղ հայտարարությամբ հաստատում են TRIP-ի և քաղաքական և տնտեսական բաղադրիչները, ակնկալիքներից մինչև սկզբունքներ, կարգավորումներից մինչև բաժնեմասեր։ Հերթական բանակցված փաստաթուղթը հրապարակում է օգոստոսի 8-ի հայտարարությունից հետո սա հաջորդ անկյունակարային հայտարարությունն է։ Հայտարարության իմաստը եւ գործնական նշանակությունն այն է, որ խաղաղությունը շատ կոնկրետ եւ գործնական քայլերով հաստատվում է մեր հանրապետությունում։ Այս է Հայաստանն։ Էսա գլխավոր քաղաքական մեսեջը դա է։ Այդ ծրագիրը առաջի հերթին մեր անվտանգային այդ մթնոլորտի ուժեղացումն է։ Կարելի է ասել 98%-ով մեր մտահոգությունները, որոնք ունեինք օգոստոսի 8-ից, եւ այն հարցերը, որոնք ծագում էին, իսկ ինչպես է այդ գործառնական process-ները իրականացվելու եւ այլն, հիմնականում փաստաթուղթը տալիս է։ Անցնող 5 ամիսներին TRIP-ը տարբեր անվանումներով կոչվեց։ Ուղին հաճախ անվանվեց Միջանցք։ TRIP-ի շուրջ եւ մասին տարբեր ձևակերպումներ շրջանառվեցին։ Եղան նաև հակասական մեկնաբանություններ ու կանխատեսումներ։ Այդ ամենին ի պատասխան դեռ փաստաթղթավորված հայտարարությունից առաջ Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարում է. TRIP նախագիծը կարող է աշխարհի համար մոդել լինել, թե ինչպես կարող է երկիրը բացվել տնտեսական հնարավորությունների առջև, որևէ կերպ կասկածի տակ չդնելով ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Այն մարդիկ, ովքեր ասում են, որ իբր Ադրբեջանը էս անում, այն անում, այն մարդիկ, որ ասում են ռեալ դա Զանգեզուրի Միջանցք է, ու դա ասում են ոչ միայն ադրբեջանցիք, նաև Հայաստանում էլ կան այս ձևի մարդիկ, պետք է սովորեն կարդալ։ Կարդալը վատ բան չի, դա միջոց ձեզ ասեմ։ Այս փաստաթուղթը փաստում է լինելու է եւ անձնագրային, եւ սահմանային, եւ մաքսային վերահսկողություն։ Այդ վերահսկողությունն ամբողջությամբ լինելու է Հայաստանի պատկան մարմինների իրավասության ներքո։ Ինչ տրամաբանությամբ այդ Զանգեզուրի Միջանցք կոչված այն էր, որ մաքսային որևէ վերահսկողություն չլիներ, սահմանային որևէ անձնագրային որևէ վերահսկողություն չլիներ եւ այլն։ Փորձագետները թարմացնում են վերջին 5 տարիների դեպքերը։ Նախնական process-ը հիշենք ինչպիսին էր։ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որտեղ ընդհանրապես Հայաստանը չպիտի լիներ, որտեղ պիտի լինեին FSB-ի զինվորները եւ ծառայողները, Ալիև ուղղակի ասում էր, եթե չտան այդպես Զանգեզուրի Միջանցքը իրենց խոսքերով մեզ, մենք դա կվերցնենք ուժով։ Այսինքն ուժի սպառնալիքից մենք հասել ենք մի փաստաթղթի, որտեղ ուղղակի հստակ շեշտվում է, որ սահմանին կլինեն այդ front desk եւ front office կոչված օպերատորները, որոնք կլինեն գուցե օտարերկրյա, բայց այստեղ փաստաթուղթ անգամ դա է շեշտում, որ տվյալ ծառայությունը պիտի իրականացվի Հայաստանում լիցենզավորված եւ Հայաստանի կողմից լիցենզավորված կազմակերպության կողմից, եւս շատ կարեւոր է։ Հայաստանը հստակորեն պահպանում է իր ինքնիշխան տարածքում բոլոր հատվածներ հասանելիությունը։ Հայաստանը հստակորեն պահպանում է Հայաստանի բոլոր օրենքները կիրառելու իրավազորությունը։ Սրանք մեջբերումներ են հայտարարությունից։ 10 էջանոց հայտարարության մեջ 13 անգամ օրինակ ընդգծվում է TRIP նախագծում Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, օրենքներ, սահմանային եւ մաքսային գործողություններ, վերահսկողություն։ Ավելին, մեկ այլ հատվածում երկու տեղ հստակ շեշտվում է, որ տվյալ գործողությունը իրականացվելու է բացառապես Հայաստանի սահմանադրությամբ եւ Հայաստանի օրենքներով եւ իրավազորությամբ, եւ այս հարցը սակարկման կամ քննարկման ենթակա չէ։ Այսինքն այնքան ավելի մանրամասն է այս ամենը գրված, որ ուղղակի պիտի փաստաթուղթը կամ չկարդացած լինես, կամ ուղղակի կարդացած լինես եւ անտեսած լինես կամ զուտ խնդիր դրած լինես մանիպուլացնելու։ Ցանկացած կետ, ենթակետ, որ գնում է, տակը գրված է։ Հայաստանի տարածքային ամբողջականության սուվերենության ներքո։ Եթե ինձ հարցնեք, ես այդքան անգամ չէի գրի, բայց ես հասկանում եմ, մեր կառավարության պնդումով դա արվեց, որ անընդհատ չշարքեն դա։
Շահարկումների շրջանակում front office back office մոդելն է։ Ըստ այդ մոդելի հաճախորդների RRS սպասարկումը կիրականացվի մասնավոր ընկերության աշխատակիցների միջոցով, այսինքն նրանց է տրամադրվելու փաստաթղթեր, տարանցման վճարներ, իսկ արդեն Հայաստանի պետական մարմինների աշխատակիցները, սահմանապահները, մաքսավորները back office-ում են լինելու։ Արդյոք դա նշանակում է, որ հայ մաքսավորներն ու սահմանապահները երկրորդ պլանում են լինելու։ Շատ տարական փաստաթուղթ ուղղակի վերցնում են, սկանավորում են եւ ընդհանրապես գուցե 1 մետրի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության սահմանային ծառայության պաշտոնյաները այդ ամբողջ փաստաթղթերը կլինեն դրանք ապրանքների, թե կլինեն անձանց, ստուգում են եւ որոշում կայացնող եւ փաստաթուղթ այդ առումով կրկին շատ հստակ է շեշտում, որ հղում է անում փաստաթղթում գրված տողերին, իսկ փաստաթղթում գրված է front office-ի օպերատորներն աջակցում են, նրանք չեն որոշում վերջնական որոշումների ու ձևակերպումների, անվտանգության ստուգման, զննման լիազորությունը Հայաստանինն է։ Այսօր էլի հարց տեսա, որ արդյոք այնտեղ մեր բարեկներն են լինելու եւ այլն, այնտեղ հստակ է նշվում, որ ամբողջ ճանապարհը լինելու է Հայաստանի իրավազորության ներքո, արտակարգ իրավիճակներում, որևէ իրավիճակում Հայաստանի ոստիկանությունը կամ եթե ազգային անվտանգության ծառայություններն են գործելու եւ իրականացնելու ծառայություն։ Թրիփի շրջանակում, սակայն Հայաստանը ընթացակարգը դյուրացնելու է։ Բեռները կստուգվեն, եթե ռիսկային լինեն։ Ընտրողաբար փաստաթղթերը էլեկտրոնային կներկայացվեն ու կմշակվեն, իսկ արդյոք նույնն անելու է Ադրբեջանը Հայաստանից գնացող եկող գնացքների համար։ Դա չէր կարող կարգավորվել այս համաձայնագրով, այս փաստաթղթով, որտեղ սա երկկողմ է, այդ դեպքում պիտի լինի արդեն եռակողմ համաձայնություն։ Դա կարգավորվել է Թրիփի եռակողմ համաձայնությամբ, որը օգոստոսի 8-ին գրվեց, որտեղ կրկին մի քանի անգամ շեշտվում է, որ պիտի գործի փոխադարձության սկզբունքը։ Գործառնական տեսանկյունից թե այդ փոխադարձությունը ինչպես է իրականացվելու, դեռևս հարց է։ Եվ այստեղ է, որ թերևս միակ խնդիրն է, որ արդյոք մենք ունենանք ապահովության այդ նույն զգացողությունը այնտեղով անցնելուց, որովհետև գիտենք, որ Ադրբեջանը մերժում է երրորդ երկրի որևէ ներկայացուցչի իր սահմանային գոտում, ինչը մեր դեպքում էլ մենք էլ առանձնապես չենք ուզում շփվել իրենց ադրբեջանցի սահմանային ծառայողի հետ եւ այլն։ Սրանք դեռևս հարցեր են, որոնք պիտի կարգավորվեն։ Ըստ հրապարակված փաստաթղթի Թրիփ նախագծում երկու երկիր պետք է բաժնետեր լինի։ Գործարկման առաջին 49 տարում ԱՄՆ-ի բաժնեմասը 74% է, Հայաստանինը 26%։ Սա բիզնես պրոյեկտ է այդ տեսանկյունից եւ քանի որ ներդրումների մեծ մասը իրականացվելու է ԱՄՆ կողմից, բնականաբար այս համամասնությունը այդպես պիտի լիներ, ես ավելին չէի ակնկալում։ Ի վերջո տեսեք մեր տարբեր կոնցեսիոն կառավարման հանձնված ընկերությունները HEC-ը, որը հիմա ուրիշ process-ների մեջ է, Հայաստանը այնտեղ չուներ որևէ մասնաբաժին, երկաթուղիները կամ օդանավակայանը, Գազպրոմը, որտեղ Հայաստանը ուներ նախկինում 20%, բայց այդ գազի գնի սպառման այդպես սուբսիդիայի դիմաց ընդամենը 2 տարվա սուբսիդիայի դիմաց ուղղակի նորից վերադարձվեց եւ տրվեց ռուսական կողմից։ Ամենակարևորը վետոյի ռաունքը մենք ունենք գլխավոր հարցերի կապված որոշումների հետ։ Մասնաբաժինը ստեղ խաղալ ոչ մի դեր չի խաղալու։ Բաժնեմասեր ունենալ Ռուսաստանից Թուրքիա կամ եվրոպական որևէ երկիր չի կարող, եթե չլինի եւ Հայաստանի եւ ԱՄՆ-ի համաձայնությունը։ Այստեղ փակվում է այն հիմնական մտավախությունը, որ կարող է օրինակ հիմա ԱՄՆ-ն է այդ հիմնական այդպես մասնաբաժնի տիրապետողը, կարող է հետո վաճառում է իր մասնաբաժինները Թուրքիային կամ ադրբեջանական կամ թուրքական որևէ ընկերության։ Սա ուղղակի չի կարող առանց Հայաստանի Հանրապետության թույլտվության։ Կողմերը նաև ակնկալում են, որ գործակցությունը եւս 50 տարով երկարաձգվելու է, բայց այդ ժամանակ արդեն Հայաստանի կառավարության մասնաբաժինը 26%-ից դառնալու է 49%։ Ոչ Թուրքիայի, ոչ Ռուսաստանի Թրիփին մաս կազմելու հեռանկար երկրի ղեկավարը չի տեսնում, բայց չի բացառում ենթակառուցվածքներում ներգրավվածությունը։
Ես հիմա կարծում եմ, որ այնպես վիճակը ստեղծվել, որ ոչ թե մենք ենք գումարներ փնտրում, ոչ թե Հայաստանի Հանրապետությունն է գումարներ փնտրում, այլ գումարներն են Հայաստանի Հանրապետությանը փնտրում։ Երկաթուղիներ, մայրուղիներ, ճանապարհներ, թունելներ, կամուրջներ, նավթատարներ, գազատարներ, էլեկտրահաղորդման համակարգեր։ Ըստ փաստաթղթի սրանք Սյունիքում կառուցվելիք ենթակառուցվածքների շրջանակն է, բայց ժամկետները դեռ հստակ չեն։ Ես կարծում եմ, որ մենք այսօրվանից պետք է պատրաստվենք, որովհետև այսինքն կապ չունի այդ տվյալ դիմումը արդեն մուտք ա եղել տվյալ գերատեսչություն, թե չէ, դա հաստատ մուտք լինելու է, այսինքն Արխիվում առաջիկա ամիսներին նաև երևի այդ փաստաթղթերը անհրաժեշտ կամբողջանան, հուսով եմ, որ աշնան սկիզբ երևի, չգիտեմ, ամառվա վերջ կկարողանանք գետնի վրա ենթակառուցվածքների շինարարություն ունենալ։ Հայաստան-ԱՄՆ համատեղ հայտարարությունից սակայն մեկ օր անց հունվարի 15-ին արդեն Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները Երասխ-Սադարագ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում էին իրականացնում։ Այս ծրագիրը կարծես թե միտված է ինչի՝ տնտեսական զարգացման, բայց իմ կարծիքով գլխավոր դերը այս ծրագրի հենց անվտանգությունն է։ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանում է, որ ավելի լավ է համագործակցի աշխատի ու ինքն էլ դրականը ստանա, այլ ոչ թե ասենք հակասության մեջ չմտնի։ Որպեսզի գնահատենք սա ավելի շատ տնտեսական գործընթաց է, թե ավելի անվտանգային գործընթաց է, պիտի գնահատենք իսկ ինչն է առաջնահերթությամբ գրված։ Ուղղակի կարող ենք մեջ բերել TRIP-ի միջոցով ԱՄՆ-ն ձգտում է եւ առաջնահերթություն որպես այստեղ գրված է օգոստոսի 8-ի համատեղ հռչակագրի հիման վրա ապահովել առաջընթաց դեպի տևական խաղաղություն։ Մեր անվտանգության ընդհանրապես համակարգում այս միջազգայնացումը եւ միջազգային խաչմերուկ խաղաղության խաչմերուկ դառնալու այս process-ը շատ կարևոր գործոն է մեր երկրի արտաքին անվտանգության ապահովման համար։ Իդեպ սա վերջնական փաստաթուղթը չէ, այլ միջանկյալ հայտարարություն, էլի փաստաթուղթը լինելու իրավական ձևակերպումներով, բայց արտգործնախարարի շեշտմամբ այս միջանկյալ հայտարարության կետերը փոփոխման ենթակա չեն։ Իրինամ Կրչյանը, Մհեր Կիրակոսյան, Վրեժ Նալբանդյան և Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։